Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ չեն լինելու, ինչը նշանակում է, որ բանտերում մարդիկ չեն լինելու, այդ թվում կոռուպցիոներներ։ Ժամանակին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստան այցելելիս իրենց կարևոր պարտքն էին համարում այցելել նաև քրեակատարողական հիմնարկներ, ծանոթանալ դատապարտյալների եւ կալանավորների պահման պայմաններին, հետաքրքրվել նրանց վիճակով։ Այսօր սակայն բոլորովին այլ վիճակ է։ Եվրոպական համայնքի կողմից որևէ հետաքրքրություն չկա այդ հարցի շուրջ, այն դեպքում, երբ Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով։ Գրեթե ամեն օր տեղեկություններ ենք ստանում, որ այս կամ այն հանրային կամ քաղաքական գործչի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նա ձերբակալվել, ապա կալանավորվել է, նաև սեփականության խլում է տեղի ունենում։ Հասկանալի է, որ մի շարք արտաքին գործընկերների քաղաքական շահերը հաճախ հանգեցնում են նրան, որ նրանք աչք են փակում Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների վրա։ Շատ ընդդիմադիրների նկատմամբ կարված քրեական գործերն ամբողջությամբ շինծու են, հորինված եւ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Այս ամենի նպատակը Հայաստանում ընդդիմության ինստիտուտի վերացումն է։ Այս ամենը պայմանավորված է նաեւ նրանով, որ առաջիկայում արտաքին թելադրանքով Բաքվի եւ Անկարայի ազդեցությամբ Հայաստանում նախատեսվում են լուրջ փոփոխություններ, որոնցից ամենակարևորը սահմանադրության փոփոխությունն է։ Իշխանությունն ամեն ինչ անում է, որ այդ գործընթացների նկատմամբ որևէ լուրջ դիմադրություն չձևավորվի։ Նրանց նպատակն է հնարավորինս թուլացնել եւ ի վերջո վերացնել ընդդիմության ինստիտուտը Հայաստանում։ Այդ քաղաքականության դրսևորումներից մեկն էլ ընդդիմադիր տարբեր միավորումների ղեկավարների եւ առաջնորդների կալանավորումն է, այն ակնկալիքով, որ այդ կառույցները կթուլանան կամ կկազմալուծվեն։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, թե բոլորին նստացնելու է, նա նույնիսկ անուններ էր տալիս եւ ասում էր բոմժ եմ սարքելու։ Սրանք նրա հրապարակային հայտարարություններն էին։ Այսօր կարծես այդ խոստումները հերթով իրականացվում են։ Միանձնյա կառավարություն ձևավորելով հանդերձ իրենք պարտված են, որովհետեւ իրենք չեն լուծել իրենց քաղաքական տերերի առաջադրած խնդիրը, ունենալ սահմանադրական մեծամասնություն եւ Հայաստանին հայ ժողովրդին պարտադրել Ալիևյան սահմանադրությունը, որպեսզի կարողանան այս գործընթացը ավելի հարթ անցկացնել, ընդվզումը քիչ լինի հանրային։ Դրա համար ինչ է անհրաժեշտ, անհրաժեշտ է խոսացող մարդկանց, ազդեցիկ մարդկանց, կշիռ ունեցող մարդիկ, ովքեր որ լսելի են նրանց խոսքը արժեք ունի, բոլորին մեկուսացնել։ Եթե օրինակ իրավապահներն ունեն հարցեր Գագիկ Ծառուկյանին, կարող են իրականացնել համապատասխան քննչական գործողություններ։ Սակայն ինչ կապ ունեն այս ամենի հետ կենդանիները կամ նրա տասնյակ կազմակերպությունները։ Եթե այդ ձեռնարկությունները դադարեցնեն իրենց գործունեությունը, տասնյակ հազարավոր մարդիկ կարող են զրկվել աշխատանքից։ Արդյոք քաղաքացիները հենց այսպիսի որոշման համար էին ընտրել գործող իշխանությանը, կամ արդյոք Գագիկ Ծառուկյանը Հայաստանի միակ գործարարն է, որն ունի խոշոր սեփականություն կամ որի ընտանիքի անդամները զբաղվում են բիզնեսով։ Իհարկե ոչ։ Հայաստանում կան բազմաթիվ խոշոր գործարարներ։ Հիմա հարց է առաջանում. արդյոք մյուս գործարարների մոտ ամեն ինչ կատարյալ է։ Օրինակ Խաչատուր Սուքիասյանի, Սամվել Ալեքսանյանի կամ մյուս խոշոր գործարարների գործունեության մեջ երբևէ որևէ խնդիր չի եղել։ Խնդիրը բոլորովին այլ է։ Եթե դու խոշոր գործարար ես եւ կամ աջակցում ես իշխանությանը, կամ առնվազն լռում ես, չես արտահայտում քո դիրքորոշումը ազգային ինքնության, Արցախի, Արարատի, հայ առաքելական եկեղեցու կամ այլ կարևոր հարցերի վերաբերյալ, ապա որևէ խնդիր չես ունենում։ Սամվել Կարապետյանի օրինակը նույնպես խոսում է։ Մինչև այն պահը, երբ նա հրապարակայնորեն հայտարարեց, որ պատրաստ է պաշտպանել եկեղեցու իրավունքները, կարծես նրա նկատմամբ որևէ խնդիր չկար։ Սակայն հենց այդ հայտարարությունից հետո սկսվեց նրա դեմ ուղղված բացասական քարոզչությունը, նրան ներկայացնելով որպես օլիգարխ, ժողովրդի ունեցվածքը թալանած մարդ եւ այլ բնորոշումներով։ Այստեղ եւս գործ ունենք նույն քաղաքականության հետ՝ վերացնել ընդդիմադիր կամ անկախ դիրքորոշում ունեցող մարդկանց, ձևավորել վախի մթնոլորտ, որպեսզի որևէ մեկը նույնիսկ չմտածի իշխանությանը քննադատելու մասին։ Այսօր գուցե շատ երկրներում ընդհանուր քաղաքական մոտեցումն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր վարած քաղաքականության պայմաններում կարող է շարունակել կառավարել Հայաստանը։ Սակայն պետք է հասկանալ, որ այդ երկրներում եւս քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։ Օրինակ մի քանի ամսից Ֆրանսիայում Էմանուել Մակրոնն այլևս նախագահ չի լինելու։ Իշխանության են գալու նոր քաղաքական ուժեր։ Հետևաբար արդեն այսօր անհրաժեշտ է այդ ուժերի հետ հարաբերություններ կառուցել եւ զարգացնել։ Միաժամանակ կարևոր է նաեւ աշխատանքը Հայաստանի ներսում։ Ընդդիմությունը պետք է այցելի համայնքներ, ծանոթանա մարդկանց խնդիրներին, մշակի օրենսդրական նախաձեռնություններ։ Անկախ վարչախմբի գործելակերպից հասարակությունը պետք է տեսնի, որ ընդդիմությունն աշխատում է եւ ներկայացնում է այլընտրանքային լուծումներ։ Սխալների մասին շատ անկեղծ հասարակության հետ պիտի խոսվի, առանց հեքիաթներ պատմելու, առանց հասարակությանը մանիպուլացնելու պիտի բացատրվի ինչ կոնկրետ գործիքակազմով ենք։ Միջնաժամկետ հեռանկարում ես ասեցի, դա ես պատկերացնում եմ, օրինակ տարի տարուկես
Ինչպիսի գործիքների համադրումով ենք, փողոցային կլինի, պարլամենտարական գործիքակազմ կլինի, այլ կլինի հասնում իշխանափոխության։ Այս անօրինակ ռեպրեսիաների հետևանքը կարող է լինել սեփականության վայրի վերաբաշխումը, բիզնեսների ոչնչացումը կամ խլումը եւ որպես արդյունք տասնյակ հազարավոր անձանց աշխատազուրկ դառնալը։ Սա հիշեցնում է խորհրդային Հայաստանի պատմության ամենածանր շրջանը՝ 20-30-ականների ստալինյան բռնաճնշումների տարիները։ Այն ժամանակ նույնպես ձերբակալում էին տարբեր, շատ հաճախ անմեղ մարդկանց, խլում նրանց ունեցվածքը, լռեցնում այլակարծությունը։ Եվ եթե այս կերպ շարունակեն, շատ շուտով կհասնեն նաեւ լրատվամիջոցներին։ Իսկ պայքարը շարունակվում է։